Որսորդ Բրյուտեն Շվեդական հեքիաթ Հնում Սկոնում եղել են մի աղքատ մարդ ու կին։ Սրանք ունեցել են մինուճար տղա։ Տղան փոքր հասակից սիրել է հրացանը ուսին գցած թափառել, և բոլորը նրան անվանել են Որսորդ Բրյուտեն։ Բավականին ժամանակ է անցնում։ Բրյուտեն մեծանում դառնում է բարձրահասակ և ուժեղ տղամարդ։ Եվ ահա մի անգամ, ըստ իր սովորության, գնում է անտառ որսի։ Գնում ու տեսնում է, որ լերկ ժայռի գագաթին մի փոքր երեխա է նստած ու ձեռքերով պաշտպանվում է վիթխարի արծվի հարձակումներից։ Իսկ արծիվը շարունակ պտտվում է նրա գլխավերևում ու աշխատում քարի պես ընկնել երեխայի վրա։ Բրյուտեն հրացանը լցնում է, նշան բռնում ու կրակում արծվին։ Սա անկենդան ընկնում է վայր։ Բրյուտեն մագլցելով բարձրանում է ժայռի վրա, ուզում է երեխային վերցնել և տեսնում է, որ ինքը փրկել է ոչ թե մարդկային երեխայի, այլ տրոլի ճուտի։ Մտածմունքի մեջ է ընկնում Բրյուտեն. գուցե իզուր սպանեցի արծվին, ինչու խղճացի տրոլի վիժվածքին։ Բայց նայում է փոքրիկ տրոլին ու տեսնում, որ սա բարի ու քնքուշ է։ Իսկ փոքրիկ տրոլը ասես գուշակում է նրա մտքերն ու ասում. «Մի տխրիր, որ արծվին սպանեցիր։ Դա բոլորովին էլ արծիվ չէր, այլ չար տրոլ էր, որ երդվել էր մեր գերդաստանը ոչնչացնել։ Նա շատ վիշտ ու ցավ է մեզ պատճառել։ Շնորհակալություն, բարի որսորդ։ Արի գնանք ինձ հետ։ Ես քեզ կվարձատրեմ ու մի լավ կհյուրասիրեմ»։ Փոքրիկ տրոլը որսորդին բերում է իր տունը։ Ծեր տրոլները, որ լսում են որսորդը արծվից փրկել է իրենց երեխային, ուզում են նրան նվերներ տալ։ Որսորդին տանում են իրենց գանձարանն ու ասում. «Մեր գանձարանից ընտրիր 3 գանձ, նրանք, որոնք քեզ ամենից շատը դուր կգան»։ Իսկ գանձարանում ինչեր ասես, որ չի լինում. էլ ոսկի, էլ արծաթ, էլ ոսկե կառքեր։ Իսկ փոքրիկ տրոլը գաղտնագողի մոտենում է նրան ու շշնջում. «Վերցրու գորշ իշուկը, փայտե շվին ու հին հրացանը»։ Բրյուտեն լսում է և վերցնում է այն ամենը, ինչ խորհուրդ է տալիս փոքրիկ տրոլը։ Նա հրաժեշտ է տալիս տրոլներին ու պատրաստվում գնալու։ Իսկ փոքրիկ տրոլը վերջում շշնջում է. «Թագավորին հիմա հմուտ որսորդ է պետք, փորձիր վարձվել նրա մոտ»։ Այս անգամ էլ Բրյուտեն լսում է փոքրիկ տրոլին։ Գնում է թագավորի դղյակը և նրա մոտ վարձվում որսորդ։ Սկսում է ծառայել թագավորին, և նրան պետք են գալիս փայտե շվին ու հին հրացանը, որ նա նվեր էր ստացել տրոլներից։ Բրյուտեն մտնում է անտառ, փչում է իր շվին, նվագում, և բոլոր կողմերից նրա մոտ են գալիս ամեն տեսակ գազաններ։ Միայն պետք էր նշան բռնել ու կրակել, և նրա հրացանն էլ անվրեպ է լինում։ Բավական է միայն ընտրել որսը։ Երբեք թագավորի սեղանին այդպիսի հարուստ որսամիս չի եղել, և երբեք ոչ մի որսորդ այնպես նվաճած չի լինում թագավորի վստահությունը, ինչպես որ Բրյուտեն։ Բարկանում են թագավորի պալատականները և առիթ են փնտրում Բրյուտեին վատություն անելու և նրան զրկելու թագավորի վստահությունից։ Իսկ Բրյուտեի մտքովն անգամ չի էլ անցնում, որ իր դեմ դավ են նյութում, և բոլորովին չի էլ մտածում գաղտնի պահել, թե ինչպես է ինքը որսամիս ձեռք բերում, թագավորի սեղանի համար լիքը որս բերում։ Շուտով թշնամիներն իմանում են նրա բոլոր գաղտնիքները։ Գնում են նրանք թագավորի մոտ ու ասում. «Իբրև թե այսպես ու այնպես, Բրյուտեն չար տրոլ է, նրան պետք է ոչնչացնել, իսկ եթե ուզում է իր կյանքը փրկել, թող գտնի քո աղջկան, այն աղջկան, որին առևանգել է աշխարհի ամենաչար վհուկը»։ Թագավորը այս լսելով հրամայում է կանչել Բրյուտեին ու նրան հարցնում է. «Ուզում ես փրկել կյանքդ։ Վերադարձրու ինձ արքայադստերը, թե չէ դու կմեռնես։ Մենք գիտենք, որ դու տրոլների հետ բարեկամություն ես անում»։ Բրյուտեն սկսում է ամեն ինչ պատմել, այնպես ինչպես որ եղել է, բայց ոչ մի օգուտ։ Թագավորը չի ուզում լսել նրան։ Մի բան է պնդում. «Վերադարձրու ինձ արքայադստերը և վերջ։ Ես մեռնելու ցանկություն չունեմ,
ավելի լավ է կյանքս նվիրեմ այդ գործին ու գտնեմ արքայադստերը, ասում է Բրյութեն թագավորին, իսկ ինքը մտածում. ով համարձակ է, նա անձեռնմխելի է։ Եվ այսպես այս ասելով դուրս է գալիս թագավորի մոտից։ Թագավորի դղյակի դարպասի մոտ կանգնած Բրյութեն չի իմանում, թե որ կողմը գնա, չգիտի, թե որտեղ փնտրին նրան։ Եթե փոքրիկ տրոլն ինձ հետ լիներ, ասում է նա ինքն իրեն։ Եվ հանկարծ հիշում է տրոլի տված շվին։ Հանում է շվին ու նվագում։ Մեկ էլ անտառից աղմուկ է լսում, դոփյուն ու սուլոց։ Չի հասցնում սթափվել 1, 2, 3 և նրա դիմաց կանգնում է գորշագույն փոքրիկ իշուկը։ Դու մոռացար ինձ հետդ վերցնել, ասում է իշուկը։ Դե լավ, ներում եմ քեզ, չէ որ փոքրիկ տրոլին դու փրկեցիր արծվիճանկերից։ Դե նստիր մեջքիս, միայն թե արագ, ես քեզ կտանեմ վհուկի դղյակը։ Դու ինձ լավ լսիր և արքայադուստրը կլինի քոնը։ Բայց հիշիր, եթե վախենաս ու ետ դառնաս, կորած ենք, ես էլ դու էլ։ Բրյութեն իշուկին խոստանում է ամեն ինչ անել այնպես, ինչպես ինքը կասի։ Իսկ քաջություն ես բավականին ունեմ, ասում է նա։ Եվ նրանք շուտով ընկնում են ճանապարհ։ Ճանապարհը շատ երկար է լինում և Բրյութեին անծանոթ։ Իսկ իշուկը շարունակ վազում է տնկտնկալով, կարծես առաջին անգամ չի այնտեղ։ Հասնում են վհուկի դղյակին և Բրյութեն թակում է դարպասի դռները։ Դռները ասես իրենք իրենց բացվում են և նրանց ընդառաջ է գալիս մի հրեշ վհուկ, ոտքերը ջայլամի, իրանը դոդոշի, վիզը սագի, իսկ գլուխը արծվի։ Բրյութեի մտքով չէր էլ անցնում, որ աշխարհում այդպիսի ճիվաղ կլինի։ Բրյութեն վախից սկսում է դողալ, բայց բարեբախտաբար ժամանակին հիշում է, որ խոստացել է չվախենալ։ Որսորդն իր մեջ քաջություն է գտնում ու վհուկին ասում է. Դե, ինձ տուր արքայադստերը, որին դու առևանգել ես։ Վհուկը տեսնում է, որ Բրյութեն վախեցողներից չէ։ Նորից կերպարանափոխվում, դառնում է մարդ ու տղային հրավիրում դղյակ։ Իսկ իշուկին հրամայում է տանել ախոռ։ Բրյութեին տանում է արքայադստեր մոտ։ Արքայադուստրը սենյակում նստած մետաքսով ու ոսկով կախարդական նախշ է գործում։ Վհուկը հարցնում է նրան. Ուզում ես Բրյութեի հետ տուն գնալ։ Դե իհարկե, ինչպես չեմ ուզում, պատասխանում է արքայադուստրը։ Եվ ահա վհուկը Բրյութեին ասում է. Ես քեզ 3 օր ժամանակ եմ տալիս։ Եթե 3 օրվա ընթացքում 3 անգամ գտնես արքայադստերը, ես նրան կազատեմ և թող քեզ հետ վերադառնա տուն։ Իսկ եթե չգտնես, դու էլ կդառնաս իմ գերին։ Բրյութեն համաձայնում է, հույս ունենալով, որ իշուկը կօգնի իրեն։ Վհուկը նրան առաջնորդում է մի շքեղ ննջարան, բայց տղան ասում է. Ես քեզնից շատ շնորհակալ եմ։ Ես չեմ ուզում դղյակում գիշերել։ Եվ գնում է ախոռ իշուկի մոտ։ Կատաղում է վհուկը, գազազում, բայց չի կարողանում ստիպել նրան։ Եվ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում է Բրյութեն։ Բրյութեն գալիս է ախոռ, ուտեցնում խմեցնում իշուկին ու պատմում վհուկի պայմանը։ Իսկ իշուկը նրան պատվիրում է, թե այսպես ու այսպես արա։ Առավոտ վաղ Բրյութեն գալիս է դղյակ, իսկ վհուկն արքայադստերն արդեն թաքցրած է լինում։ Որսորդը փնտրում է արքայադստերը, փնտրում ու հանկարծ դիպչում է նրա ձեռագործի զամբյուղին։ Նա այնտեղից վերցնում է մետաքսի ամենափոքրիկ կծիկը և ուզում է դնել գրպանը։ Իսկ ես այստեղ եմ, ասում է արքայադուստրը։ Վհուկը արքայադստեր կախարդած ու այնքան փոքրացած է լինում, որ նա կարողանում է թաքնվել մետաքսի փոքրիկ կծիկի մեջ։ Այս անգամ բախտդ բերեց, փնթփնթում է վհուկը։ Վաղն արդեն ես ավելի լավ կթաքցնեմ։ Եվ այդ գիշեր էլ Բրյութեն քնում է ախոռում։ Դարձյալ իշուկը նրան խորհուրդ է տալիս, թե այսպես ու այսպես արա։ Հաջորդ օրը Բրյութեն գալիս է դղյակ, իսկ վհուկը արքայադստերն արդեն թաքցրած է լինում։ Որսորդը փնտրում է արքայադստերը, փնտրում ու հանկարծ դիպչում է սեղանին։
Նա սեղանի վրայից վերցնում է հացն ու դանակը և ուզում է հացը կտրել, մեկ էլ վայ, խնայիր իմ կյանքը, մի կտրիր ինձ, աղերսում է արքայադուստրը։ Վհուկը նրան կախարդած է լինում և այնքան փոքրացրած, որ նա կարողացել է թաքնվել բոքոնի մեջ։ Ես գլխի եմ ընկնում, թե ով է քո խորհրդատուն, կատաղում է վհուկը։ Կտեսնենք, թե երրորդ անգամ ինչպես գլուխ կգա գործը։ Եվ ահա երրորդ օրը վհուկը այնպիսի բան է մտածում, որ իշուկը չի կարողանում նախօրոք ասել, թե որտեղ է նա արքայադստերը թաքցրել։ Որսորդը գալիս է դղյակ, փնտրում է արքայադստերը, փնտրում և ոչ մի կերպ չի կարողանում գտնել։ Վհուկն ուրախությունից ծիծաղում է քթի տակ։ Բրյուտեն գնում է իշուկի մոտ ու պատմում իր գլխի եկածը։ Տար ինձ ջրհորի մոտ ու ջուր խմեցրու, խնդրում է իշուկը։ Բրյուտեն իշուկին տանում է ջրհորի մոտ ու տեսնում, որ իշուկի սմբակի վրա մի պիծակ է նստած։ Հիմա ես քեզ կբռնեմ, ասում է Բրյուտեն։ Նա վախենում է, որ պիծակն իշուկին կխայթի։ Չէ, ինձ մի սպանիր, բղավում է արքայադուստրը։ Վհուկը նրան այս անգամ կախարդած ու պիծակ դարձրած է լինում։ Իսկ Բրյուտեն նրան երրորդ անգամ էլ գտնում է։ Վհուկը շատ է կատաղում և բարկությունից շուտով պայթում է։ Իշուկն էլ ասես չէր էլ եղել։ Նրա փոխարեն ջրհորի մոտ կանգնած է լինում փոքրիկ տրոլն ու ասում. Դու հաղթեցիր մեր թշնամուն, վհուկին, թող նրա հողն ու անդաստանն էլ դառնան քո սեփականությունը, այնպես որ հարստությամբ դու հիմա հավասար ես արքայադստեր հորը։ Ասում ու չքանում է տրոլը։ Իսկ Բրյուտեն ու արքայադուստրը ոսկե կառքով գալիս են հայր թագավորի մոտ։ Թագավորի դղյակում հարսանիք են անում, իսկ հետո Բրյուտեն դառնում է վհուկների պետության թագավոր ու մինչև հիմա կառավարում նրանց։ Եվ ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել լսելու, որ որևէ մեկը վիրավորված լինի թագավորից, որսորդ Բրյուտեից։